Ոսկեգույն դրսից, փափուկ ներսից։ Եփած կարտոֆիլը լցնում ենք ֆորմայի մեջ, հավասարաչափ գեղեցիկ ճզմում ենք, հիմա դնում ենք դուխովկայի մեջ 220 աստիճան 10 րոպե, որպեսզի կեղևը բռնվի ու ավելի համով ու խրթխրթան լինի։ Ժամանակ չենք կորցնում ու պատրաստում ենք մեր մնացած ինգրեդիենտները։ Վերցնում ենք հավի բուդը ու մանր կտրտում ենք։ Սունկը բարակ չկտրատեք, որ տապակելուց չչորանա։ Բաժանում ենք չերիները երկու մասի, բլենդերով խփում ենք 4 հատ ձու ու 30 միլիգրամ կաթ։ Լսրա տեսքին նայեք, էսի արդեն ինքը իրանով է բլյուդ դառը։ Ֆորմայի մեջ ավելացնում ենք մեր նախորոք տապակած հավը, վրան ավելացնում ենք մեր տապակած սունկը, սնկի վրա ավելացնում ենք չերիկները, վրան ավելացնում ենք սպանախը, վերջում լցնում ենք ձուն եւ ամենավերջում ձվի վրա լցնում ենք մեր քերած պանիրը, քերած։ Ու դուց քերը որ ուղարկում ենք ջեռոցի մեջ մինչև գեղեցիկ ոսկեգույն շապիկ ունենա։ Ոսկեգույն դրսից, փափուկ ներսից։ Սեր առաջին հայացքից ուղակի հոտից էլ երևում է, որ արդեն վերջն է։ Համերի իդեալական համադրություն։ Խոսքեր չկան, միայն հաճույք։